նրանցից ամենափոքրը 8-ամյա Սիմոնն է։ Կյանքի 8 տարիներից 5-ը Սիմոնը նվիրել է բռնցքամարտի։ Դժգոհություններ չունի, պարապմունքներին միշտ ներկայանում է ճիշտ ժամին ու ժպիտով։ Հասցրել է նաև հաղթանակներ գրանցել։ Բունից բան են ասում, ուզում եմ ծեծել, խփել, ոչ թե լալ։ Ուզում եմ մեծանալ Վիկ Դարչինյանի նման հզոր տղա դառնալ, շատ մրցումների մասնակցել։ Հեռանկարային մարզիկը Սիմոն Սիմոնյանն է։ Սիմոն, ողջույն, ինչպես ես, ինչպես են ընթանում մարզումներդ։ Լավ, շնորհակալություն, շատ լավ են ընթանում մեր մարզումները։ Ինչ նպատակներ ունես մրցաշրջան 2023-ում։ Դառնալ Հայաստանի չեմպիոն։ 48 կիլոգրամ քաշային կարգի Հայաստանի չեմպիոնն է Սիմոն Սիմոնյանը։ Սիմոն, նախ շնորհավորում եմ չեմպիոն դառնալու կապակցությամբ։ Արդյոք սպասելիքներդ արդարացան, արդյոք արեցիր այն, ինչ սպասում էր եզրափակիչում։ Այո, շատ է սպասում այս հաղթանակին, շատ ենք պարապել։ Քրտնաջան պարապմունքներ են կասկածել մարզիչիս հետ, մարզիչներիս հետ։ Շնորհակալություն եմ հայտնում նաև իրանց։ Ինչ նպատակներ ունես հետագայում։ Աստծով կդառնանք Եվրոպայի չեմպիոն։ Եվրոպայի նորընծած չեմպիոն Սիմոն Սիմոնյանն է։ Սիմոն, նախ շնորհավորում եմ չեմպիոնության հետ կապված, սպասելիքները մեծ էին, ինչպես կարողացար արդարացնել։ Շնորհակալություն։ Սպասելիքները մեծ էին, սպասում էինք հաղթանակի, ամեն ինչ արեցինք, որ հասնեինք այս արդյունքին։ Մարդը մարզիչներիս հետ, մարզիչները շատ աշխատեցին, թե հավաքականի, թե անձնական։ Շնորհակալություն եմ հայտնում նաև իրանց։ Եզրափակիչում բավականին սկզբունքային մրցակցի հետ է իր ադրբեջանցի բռնցքամարտիկի, ինչպես կարողացար նախ հոգեբանական այդ վիճակը հաղթահարել ու ինչ էր զգում այդ բանի ռինգում։ Եվ ֆիզիկապես եւ տեխնիկապես պատրաստված ենք այդ մենամարտին, հոգեբանորեն էլ այնտեղ ավելի մեծ էր էլի ցանկությունը, որ հաղթեինք ադրբեջանցի մարզիկին եւ ունենայինք ոսկե մեդալ։